Գիրք ծննդոց, գլուխ 30, Հակոբի ընտանիքը։ Եվ երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար երեխաներ չի բերում, նախանձեց իր քրոջը Լիային և Հակոբին ասաց. «Ինձ որդիներ տուր, եթե ոչ կմեռնեմ»։ Եվ Հակոբի բարկությունը բորբոքեց Ռաքելի դեմ և ասաց. «Մի՞թե ես Աստծո փոխանորդ եմ, որ արգանդի պտուղը քեզնից մերժել է»։ Եվ նա ասաց. «Ահա իմ աղախին Բաղան, նրա մոտ մտիր, նա թող իմ ծնկների վրա ծննդաբերի, և ես նրա միջոցով որդիներ կունենամ»։ Եվ իր Բաղը աղախնին նրան կնության տվեց, և Բաղան հղիացավ, և Հակոբի համար մի որդի ծնեց։ Եվ Ռաքելն ասաց. «Աստված ինձ դատեց, և իմ ձայնն էլ լսեց, և ինձ որդի տվեց, դրա համար նրա անունը Դան դրեց»։ Եվ Ռաքելի աղախին Բաղան դարձյալ հղիացավ, և Հակոբի համար երկրորդ որդին ծնեց։ Եվ Ռաքելն ասաց. «Իմ քրոջ հետ աստվածային ըմբշամարտի մեջ մտա, և հաղթեցի, և նրա անունը Նեփթաղիմ դրեց»։ Երբ Լիան տեսավ, որ ինքը ծնելուց դադարել է, իր աղախին Զեղփային առավ ու նրան Հակոբին կնության տվեց։ Եվ Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։ Եվ Լիան ասաց. «Զորքը գալիս է», և նրա անունը Գադ դրեց։ Եվ Լիայի աղախին Զեղփան մի երկրորդ որդի ունեցավ Հակոբի համար։ Եվ Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ օրհնյալ են կոչելու», և նրա անունն Ասեր դրեց։ Եվ Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց և դաշտում մանրագորգներ գտավ և իր մայր Լիային բերեց։ Եվ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ քո որդու մանրագորգներից ինձ տուր»։ Եվ նա ասաց նրան. «Հերիք չէ, որ իմ ամուսնուն ես առել և դեռ ուզում ես իմ որդու մանրագորգներն էլ առնել»։ Եվ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող նա այս գիշեր քեզ հետ պառկի, քո որդու մանրագորգների փոխարեն»։ Եվ երեկոյան Հակոբը գալիս էր դաշտից։ Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, քանի որ քեզ վարձով եմ առել իմ որդու մանրագորգներով»։ Եվ նա այդ գիշեր նրա հետ պառկեց։ Եվ Աստված լսեց Լիային, ու նա հղիացավ, և Հակոբի համար հինգերորդ որդին ծնեց։ Եվ Լիան ասաց. «Աստված տվեց իմ վարձը, որովհետև իմ աղախնուն իմ ամուսնուն տվեցի, և նրա անունը Իսաքար դրեց»։ Եվ Լիան նորից հղիացավ, և Հակոբի համար վեցերորդ որդին ծնեց։ Եվ Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց, այս անգամ արդեն ամուսինս ինձ հետ կբնակվի, քանի որ նրա համար 6 որդի եմ ծնել, և նրա անունը Զաբուղոն դրեց»։ Եվ հետո մի աղջիկ ունեցավ, և նրա անունը Դինա դրեց։ Եվ Աստված հիշեց Ռաքելին, և Աստված լսեց նրան, և նրա արգանդը բացեց, և նա հղիացավ և մի որդի ծնեց, և ասաց. «Աստված իմ նախատինքը վերացրեց», և նրա անունը Հովսեփ դրեց, և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ է ավելացնելու»։ Եվ եղավ, երբ Ռաքելը Հովսեփին ունեցավ, Հակոբն ասաց Լաբանին. «Թույլ տուր, որ իմ տեղը ու իմ երկիրը գնամ։ Տուր իմ կանանց ու երեխաներին, որոնց համար ծառայեցի քեզ, և թույլ տուր, որ գնամ, քանի որ ինքդ գիտես իմ ծառայությունը, որ ես քեզ մատուցել եմ»։ Եվ Լաբանն ասաց նրան. «Եթե քո առաջ շնորհ եմ գտել, աղաչում եմ քեզ, մնա, քանի որ փորձով իմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով»։ Եվ ասաց. «Ասա ինձ, ո՞րն է քո վարձքը, և ես քեզ կվճարեմ»։ Եվ նա ասաց նրան. «Դու գիտես, թե ինչպես ծառայեցի քեզ, և քո անասուններն ինչպես էին ինձ մոտ, որովհետև նախքան իմ գալը քո ունեցվածքը քիչ էր, իսկ հիմա աճեց ու շատացավ, և Տերը քեզ օրհնեց իմ գալով։ Եվ հիմա ես էլ ե՞րբ եմ հայթայթելու իմ տան համար»։ Եվ նա ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Եվ Հակոբն ասաց. «Ինձ ոչ մի բան մի տուր, եթե այս բանն անես, նորից քո հոտը կպահեմ, կարածացնեմ։ Այսօր անցնեմ քո բոլոր հոտերի միջով ու նրանցից ամեն պիսակ ու խատուտիկ ոչխար և ամեն սև ոչխար և խայտաճամուկ և պիսակ այծ ջոկեմ, և իմ վարձը թող դա լինի։ Եվ վաղն իսկ իմ արդարությունը քո առաջ կհայտնվի, երբ գաս իմ ստացած վարձը տեսնելու։ Ինձ մոտ եղող այն այծերը, որ պիսակ ու խայտաճամուկ չլինեն, և ոչխարները սև, ուրեմն դրանք գողացված է»։ Եվ Լաբանն ասաց. «Թող քո ասածի պես լինի»։ Եվ այն օրը ջոկեց բծավոր ու խայտաճամուկ նոխազներին, և բոլոր պիսակ ու խայտաճամուկ էգ այծերը, և ամեն սպիտակ բծեր ունեցողները, և բոլոր սև ոչխարները, և հանձնեց իր որդիների ձեռքը։ Եվ 3 օրվա ճանապարհ դրեց իր ու Հակոբի միջև, և Հակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։ Եվ Հակոբն իր համար դալար սպիտակ կաղամախուց ու նշենուց և սոսուց գավազաններ վերցրեց, և դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց, սպիտակեցրեց, այնպես որ գավազանների վրա եղած սպիտակը երևում էր։ Եվ իր քերծած գավազանները դրեց ջրի գուռերի մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, դրանք ոչխարների առաջ լինեն, և նրանք տաքանան, երբ խմելու գան։ Եվ հոտերը բեղմնավորվում էին գավազանների առջև, և մաքիները բծավոր, պիսակ և խայտաճամուկ գառներ էին ծնում։
Եվ Հակոբն առանձնացնում էր պիսակ գառները, և հոտերի երեսը շրջում էր դեպի Լաբանի հոտերի մեջ եղած բծավոր ու սև ոչխարների կողմը, և իր հոտերը առանձին էր դնում, և նրանց Լաբանի հոտերի մեջ դրեց։ Եվ եղավ, որ միշտ ուժեղ ոչխարները տաքանալիս, Հակոբը այն գավազանները ոչխարների աչքի առաջ ավազանների մեջ էր դնում, որ գավազանների առաջ տաքանան, բայց տկար ոչխարներին չէր դնում, և տկարները եղան Լաբանինը, իսկ ուժեղները Հակոբինը։ Եվ մարդը չափազանց հարստացավ, և շատ հոտեր և աղախիններ, ու ծառաներ և ուղտեր ու էշեր ունեցավ։